Բարի 19-18-ի երեկոյան ժամերին մոտավորապես, եթե ես այստեղ դիտարկում եմ 23-ից 51-ի դրությամբ, այո, երեկոյան ամսի 18-ին նորալուսին այծեղ ջուրի կենդանակերպում, իսկ արդեն ամսի 19-ին լուսինը կանցնի ջրհոս, եթե կարողանամ, չգիտեմ, հնարավոր կլինի տեսնել, թե ոչ, մեր հետևորդները կարող են տեսնել, եթե տարբերակ ունենք, ահա, այս նորալուսինը կուտակում կա, հա, այստեղ, այս կուտակումը, շատ կարևոր է, այն շատ կարևոր է հողի ազդեցության տակ ծնվածների, հողի և օդի, տեսեք, այծեղ ջուրի վերջ ջրհոսի սկիզբ ծնվածների համար, որտեղ նոր գործեր կարող են սկսել, բայց մեր բոլորի համար շատ կարևոր, եթե արդեն 2026 թվականին ուզում եք ստարտ տալ, հա, առաջ գնալ, ինչ որ բան սկսել, սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, հենց ամսի 19-ից կարևոր է և կարող եք, լուսինը ջրհոսի կենդանակերպում, ջրհոսը համացածն է, գաղափարակիցներն են, դրանք մեր ընկերներն են, կարող եք միանգամից հանրայնացնել ձեր նոր պրոյեկտներ կամ ուղղակի սկսել, ստորագրություն կարող եք դնել, իսկ եթե մենք դիտարկում ենք այստեղ մոլորակներից, ահա, Մերկուրին, Մարսը, դրանք Վեներան արդեն ջրհոս է անցել, լուսինը, արևը, այծեղ ջուրում, այծեղ ջուրը ինչ է, կառավարում է, կառավարման համակարգն է, պետականություն, պետականաշինություն, անշարժ գույք, դա մետալուրգիան է, այն ինչը կապված է հողի հետ, գործարաններն է, որոնք ստեղծում են, ստեղծագործության ստեղծելու, իսկ որ լուսինը հաջորդ օրը գտնվելու ջրհոսի կենդանակերպում ստեղծարարության նշանն է, դե սիրելի հայրենակիցներ, առաջ նոր գործերը սկսել, գովազդներ կարող եք դնել, որովհետև Վեներան էլ է գտնվում ջրհոսում, Պլուտոնն էլ է գտնվում ջրհոսում, համացանցային մեգա պրոյեկտներ, որտեղ չենք մոռանում, չէ, Պլուտոն, Ուրան, գեղեցիկ տրիգոն կա, իսկ դա տալիս է Ուրանը դեռևս ցուլում է, բայց նա անցնելու է մոտակա ժամանակահատվածում ապրիլ ամսին էր, որքան հիշում եմ, անցնելու է արդեն 2 օրակ, բայց միևնույն է այս մոլորակային դիրքավորումը այն կօգնի մեգա պրոյեկտների մեկնարկին, համացանցային, համաշխարհային մեծամեծ այդ գործերի սկիզբ, դա կարող է լինել մասշտաբավորում, դա կարող է լինել ֆրանչայզինգ, այն ինչը եթե դուք բիզնես գործունեություն եք ծավալում, կարող եք մի քանի տեղ մասնաճյուղեր բացել, կարող եք մի քանի երկրում ձեր գործունեությունը ընդլայնել, կարող եք համացանցում գործունեություն ընդլայնել, ովքեր ցանկանում են սովորել աստղաբանություն, ապա հենց այդ օրը որոշում կայացրեք, որպեսզի գնաք աստվածային իմաստություն սովորել։